Աջարական խաչապուրին արմատներով աջարայից է։ Խաչապուրին ունի նավակի տեսք։ Պանիրը խորհրդանշում է ծովի ալիքները, իսկ ձուն արևը, որը ուղղորդում է նավաստուն ճանապարհին։ Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք տապակած խաչապուրի։ Պանրով կսկսենք խմորից։ Վերցնում ենք հարմար աման։ Անենք սառնարանից այն ինչը օգտագործելու ենք, միգուցե ինձ հարկավոր է կաթ տաքացնել։ Չենք երազում, ընդհանրապես տաքացնում ենք կես բաժակ։ Անմիջապես այստեղ կավելացնեմ մառանիկ ընկերության 1 թեյ գթալ շաքարավազ, հենց կաթը տաքացավ, տեղափոխում ենք հարմար ամանի մեջ։ Ավելացնում ենք մառանիկ ընկերության փխրեցուցիչ 1 թեյ գթալ, և թողնում ենք հասունանա։ Գործ ենք դնում սիրելի ամանը։ 1 ձու ենք հարում։ Անմիջապես կարելի է ավելացնել մառանիկ ընկերության կես թեյ գթալ աղ։ Հենց ձվի հյուսվածքները քանդվեցին, ավելացնում ենք կես բաժակ մածուն։ Երկու ճաշի գթալ ձիթայուղ, ավելացնում ենք կաթը և փխրեցուցիչը, դու արդեն կարծում ազատ ես։ Սրանք էին խմորի ջրիկ բաղադրիչները, ավելացնում ենք ալյուր 2 բաժակ, 250-ից 300 գրամ։ Խմոր ենք շաղախում։ Շաղախելիս պարբերաբար ավելացնում ենք ալյուր։ Պետք է ստանանք փափուկ, բայց ձեռքերին չկպչող խմոր։ Շաղախելուց հետո ալերոտում ենք սեղանը, ձեռքերը։ Խմորը տեղափոխում ենք և հումցում։
Գնդում ենք, վերադարձնում ենք ետ սիրելի ամանի մեջ և թողնում ենք հանգստանա։ Ծածկենք կափարիչով, որ չչորանա օդ հետ շփվելիս։ Այժմ անցնենք միջուկին։ Միջուկի համար հարկավոր է մի քանի տեսակի պանիր քերել։ Կվերցնեմ մոցարելա, քերում ենք մեծ անցքերով, կվերցնեմ նաև սուլուգունի։ Ընդհանուր առմամբ պանրի քաշը պետք է լինի 250-ից 300 գրամ։ Այս ընթացքում եկավ միտք ավելացնել նաև լոռի պանիր, մոտ 50 գրամ, այսինքն ընդհանուր 300 գրամ պանիրը։ Պանիրը վերջ։ Քերած պանրին կավելացնեմ կատնաշոր, կես բաժակ։ Կհամեմենք պանիրը մառանիկ ընկերության չոր կանաչիներից սամիթով, օրեգանոյով, կարելի ասել մեկական թեյի գթալ, նանայով, որպեսզի միջուկը հյութալի ստացվի, կառաջարկեմ ավելացնել 2 ճաշի գթալ քունջութի յուղ։ Կավելացնեմ նաև թարմ կանաչի։ Տեղադրենք տախտակը։ Թարմ կանաչիներից կվերցնեմ սամիթ, մաղադանոս, համեմ, նանա, մի քանի ճյուղ և 3 փետուր կանաչ սոխ։ Թարմ ռեհան ունեմ, թարմ ռեհան էլ կվերցնեմ։ Կանաչու չափը դուք որոշեք, դա քիմքի հարց է։ Մանր կտրատում ենք։ Ինձ մոտ ստացվեց մոտ 1 բաժակ թարմ կանաչի։ Բայց էլ եմ ասում, սա ճաշակի հարց է, թե որքան կավելացնեք թարմ կանաչի։ Եվ վերջին բաղադրիչը, որը կառաջարկեմ, դա ձուն է։ 1 ձու։
Այսքան խճողակից պատրաստվում եմ 2 խաչապուրի պատրաստել։ Գործ ենք դնում գունավոր հարթությունը, այսպես բաժանում ենք 2 մասի, ամեն մասը գնդում ենք, մյուս կեսն էլ գնդենք, վերջ, ժամանակ է պետք, որ խմորը հասունանա, հավաքենք սեղանը, որից հետո կհանդիպենք։ Խմորը հասունանալուց հետո տեղափոխում ենք սեղանին։ Ալյուր ենք անում սեղանին, ձեռքերին, որ չկպչի խմորը։ Խմորը բաժանում ենք 2 հավասար մասի։ Թեթևակի հումցում ենք և բացում։ Գործի ենք դնում գրտնակը։ Սա էլ ալերոտ ենք։ Խմորը այնպես ենք բացում, որ մեջտեղի մասում ավելի հաստ մնա։ Խճողակը դնում ենք կենտրոնում և խմորը հավաքում ենք մեջտեղի մասում, ամրացնում։ Ամրացնելուց հետո շրջում ենք։ Փոքր ալյուր անենք։ Եվ զգուշորեն այսպես սեղմելով խճողակը հավասար տարածում ենք խմորի մեջ, որից հետո տապակելու ենք, այսինքն կարելի է տապակը արդեն դնել գազօջախին։ Խաչապուրին տապակելու ենք բուսայուղով։ Բացում ենք տապակի չափով։ Նույն կերպ մշակում ենք նաև երկրորդ խաչապուրին, որից հետո տեղափոխում ենք տապակի մեջ և 2 կողմից տապակում ենք։ Տապակվելու ընթացքում կարելի է կափարիչ դնել վրան։ 2 կողմից կտապակենք, կարմրացնենք, կմատուցենք։ Տապակած խաչապուրի պանրով։ Խմորի համար կաթ տաքացնել, ավելացնել շաքարավազ, տաքացնելուց հետո ավելացնել փխրեցուցիչ, թողնել հասունանա, ձու և աղ հարել, ավելացնել մածուն, ձիթայուղ, կաթը լավ խառնել, ավելացնել ալյուր, խմոր շաղախել, պարբերաբար ալյուր ավելացնել, խմորն ալյուրով հունցել, թողնել հասունանա։ Հասունանալուց հետո խմորը բաժանել չափաբաժինների, հունցել, բացել այնպես, որ մեջտեղի մասում հաստ մնա։ Միջուկի համար մոցարելա, սուլուգունի, լոռի պանիրներ քերել, ավելացնել կաթնաշոռ, համեմել չորացրած սամիթով, օրեգանոյով, նանայով, ավելացնել քունջութի յուղ, կտրատած թարմ կանաչի, ձու։ Միջուկը բաժանել չափաբաժինների, գնդել, դնել խմորի մեջտեղում, խմորն ամրացնել, շրջել, սեղմել, բուսայուղ տաքացնել, խաչապուրիները 2 կողմից տապակել, տապակելուց հետո մատուցել։
Այժմ միասին կպատրաստենք շատ համեղ աղցան, որը պետք է անվանել, անուն է պետք դնել աղցանին, այնտեղ այնքան համեղ բաղադրիչներ կան, բայց ընդգծվողը երևի բազուկն է և նուռը, դնենք այսպես բազուկով և նռով աղցան, բայց կսկսենք կանաչ պատիճավոր լոբուց, որը հարկավոր է եփել, լցնում ենք եռացրած ջուր, համեմում ենք մառանիկ ընկերության աղով, լցնում ենք 1 ճաշի գթալ աղ, և եփում ենք նախապես մաքրած և լվացած կանաչ պատիճավոր լոբին, կիսաեփ ենք անելու, անցնենք անմիջապես մյուս բաղադրիչին, մյուս բաղադրիչը դա կանաչ թթվաշ խնձորն է, կլպում ենք և կտրատում, լոբու վրա կափարիչ դնենք, թող արագ եփվի, կիսում ենք խնձորը, հեռացնում սերմնափքը և ավելորդ մասերը, կտրատում ենք խորանարդիկների, մաքրում է և մտածում է ինչպես կտրեմ, Կառաջարկեմ նաև նեխուրի ցողուն, մսոտ, 2 ցողուն, 1 խնձոր, 2 ցողուն, 2 ցողուն նեխուրի, ընդամենը երկարությամբ կտրում ենք և կտրատում ենք խորանարդիկների, լոբին ջրքամում ենք, պահում ենք սառը ջրի տակ, սել ենք նույն կերպ կտրատում, լոբին մոտ կես կիլոգրամ էր, 50 գրամ ընկույզ ենք կտրատում, անկանոն այսպես չափը կարևոր չէ, շատ մանր մի կտրեք, համեմում ենք մառանիկ ընկերության ծովի աղով, և թերևս վերջին բաղադրիչը, որը նախապես եփել է, դա բազուկն է, սա էլ ենք կտրատում խորանարդիկների,
այս աղցանը առանց նռան չի ստացվի։ Կավելացնեմ նաև 1 նռան հատիկներ։ Մնաց սոուսի համար կվերցնեմ 3 ճաշի գթալ մածուն, 1 ճաշի գթալ մայոնեզ, դիժոնյան մանանեխ, 1 թեյի գթալ, 1 ճաշի գթալ խաղողի 6%-անոց քացախ, Մարանիկ ընկերության աղացած սև պղպեղ։ Կավելացնեմ նաև Մարանիկ ընկերության սխտորի փոշի։ Կես թեյի գթալ։ Վերջ, խառնում ենք, լցնում ենք, տակնու վրա ենք անում և մատուցում։ Մատուցելիս կարելի է վրան թարմ կանաչու տերևներ լցնել։ Բազուկով և նուռով աղցան։ Կանաչ պատիճավոր լոբին աղով կիսաեփանել, ջրքամել, թասի մեջ լցնել խորանարդիկների կտրատած խնձոր, նեխուրի ցողուն, լոբին, մանրացրած ընկույզ, նախապես խաշած բազուկ, նռան հատիկներ, խառնել։ Սոուսի համար մածուն, մայոնեզ, դիժոնյան մանանեխ, խաղողի քացախ խառնել, համեմել սև պղպեղով, սխտորի փոշիով։ Սոուսը լցնել աղցանի բաղադրիչների վրա, տակնու վրա անել, վրան թարմ կանաչու տերևներ լցնել, մատուցել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք կանաչ ռեհան, բազիլիկ, մայրու ընկույզ, պարմեզան պանիր, չզտված ձիթայուղ, պաստա և ընտրյալ հատիկ համեգախնիկ դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքանը, իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։